Ողջույն իմ սիրելի հետևորդներ, տեսեք ինչքան գեղեցիկ ափսե եմ ձեզ բերել սուրճի համար, սուրճի հետ վայելելու, ինքս եմ պատրաստել, շատ բարդ չէր, բայց ժամանակատար էր, կցանկանամ, որ դուք էլ պատրաստեք, թեկուզ քիչ քանակով, համենայն դեպս ձեր ձեռքով պատրաստած լինի, այս գեղեցիկ ափսեն պատրաստելու համար մեզ պետք է տարբեր տեսակի ջրեր, պաստեղ և արմավ, համեղ ջրեղենով կոնֆետներ եմ պատրաստելու, ուզում եմ դուք էլ դիտեք, ուրեմն այստեղ օգտագործելու եմ տարբեր համերի մրգային պաստեղ, բոլորն էլ տարբեր են, դեղձով, սալորով, խնձորով, թզով և այլն, օգտագործելու եմ ծիրանի ջիր, երկու ձևի, սպիտակ գիլասի ջիր, այսպիսի տանձեր, քաղցր խնձորի ջիր, սեխի ջիր, դեղձի ջիր, այս տեսակ խնձոր, սև սալոր, խուրմա, լավ կպչունություն է ապահովում, օգտագործելու եմ նաև ընկույզ, միջուկ դնելու եմ գետնանուշը, այս ամենը իմ պատրաստած ջրերն են, բացի այս արմավից, ամբողջ այս ջրերի տեսականու պատրաստման ընթացքը կարող եք դիտել այս տեսանյութի ներքևում, կտեղադրեմ հղումները, կդիտեք, այստեղ ավելացնեմ նաև արմավը կորիզը հանած, պետք է կորիզը հանենք բնականաբար, նոր ավելացնենք այս խառնուրդին, մանրեցնում եմ նաև պաստեղը, սիրելիներս աղալուց շատ ուշադիր կլինեք, որպեսզի յուրաքանչյուր ջիրը մեծ քանակով չլցնեք, որպեսզի ձեր մսաղացը չփչացնեք, ես համարյա փչացնում էի, երբ ընկույզ էի աղում, բավականին յուղոտ էր ընկույզը, այնտեղ պահի տակ դժվարացավ աղալը, հեռացնում եմ միայն տանձի պոչերը և վերջ, ամեն ինչ պատրաստ է, հիմա պետք է աղամ մսաղացով, խոշոր անցքերով ցանցն եմ դրել և հերթականությամբ կամ խառը ոնց պատահի աղում եմ, որպեսզի հետո խառնելու ընթացքն էլ ինձ համար հեշտ լինի, այնպես չէ առանցին պետք է աղամ, սիրելիներս այստեղ արմավը լավ կպչուն է դարձնելու այս չորացած ջրերը և վերջում մի փոքր էլ ես համի համար մեղր կավելացնեմ, ահա տեսեք այսպիսի զանգված է ստացվում, ընկույզն էլ աղացի, վերջացրեցի, դատարկում ենք մեծ ամանի մեջ, հիմա սա լավ շաղախելու եմ, ավելացնում եմ մեղրը և շաղախեմ, այնքան ենք տրորում մինչև դառնա համասեռ զանգված, թե գույնով, թե համով, ամբողջը պետք է խառնվի և հավասար բաշխվի, որպեսզի գնդիկներն ուտելուց նույն համը ունենա, պատկերացնում եք չէ արդեն ինչքան համեղ կլինի, շատ կպչուն զանգված եմ ստացել, ահա, անուշ բուրում է, շատ անուշ հոտ ունի, այսպես մի թեթև ձեռքերը թռչելով հիմա գնդիկներ ենք պատրաստում, չափը կարող եք ընտրել դուք, ես ընտրել եմ ընկույզի չափը, փոքրիկ, հարթ, սլացիկ գնդիկները պատրաստելուց հետո նորից ձևավորելով տեսք ենք տալու, ես այստեղ և կլոր գնդեր կպատրաստեմ և մի քիչ օվալ, ձևավորելուց էլ տարբեր կանեմ, որպեսզի ափսեի մեջ ավելի գեղեցիկ լինի, սիրելիներս փորձեք, շատ լավ է ստացվում, ինքը հենց տեղով մաքուր սնունդ է, ծծումբով պատրաստած ջրեր չեն, որ վտանգավոր լինի, բոլորը չորացրած են արևի տակ, իմ ձեռքով, մաքուր, լվացած, մի խոսքով իմ պատրաստածն է և ես համարում եմ մաքուր սնունդ, հիմա էլ վերջնական տեսքը, այստեղ ունեմ երկու ձևի շոկոլադ, ռուսական շոկոլադ է, մի փոքր բուսայուղ եմ ավելացնում, որպեսզի հալեցնելուց շոկոլադը չայրվի և հետո էլ կարողանամ խառնելով այն ավելի ջրիկացնեմ, այստեղ որոշեցի, որ կոնֆետներից պետք է նաև շոկոլադով պատրաստեմ, հիմա մի մասը այսպես մտցնելով շոկոլադի մեջ կհանեմ, կդնեմ, կթողնեմ, որ սառի,
եւ այս օվալներից եւ գնդաձևը։ Երևի նկատեցիք, որ սկզբում ցուցադրեցի նաև գետնանուշը, որոշել էի, որ յուրաքանչյուր այս կոնֆետի մեջտեղի մասում գետնանուշ դնեի, բովեցի, բերեցի, այստեղ արդեն դրել էի, բայց ընթացքում մոռացա, որ պետք է օգտագործեմ։ Այդպես էլ մնաց, սիրելիներս, շոկոլադովը վերջացրեցի։ Հիմա այստեղ ուզում եմ եւ քունջութով պատրաստեմ եւ կոկոսի քերուկով։ Կոկոսի քերուկը մեր տանը տղաներս են շատ սիրում, իսկ քունջութը բոլորս էլ գիտենք, որ շատ օգտակար է մանավանդ ոսկորների համար։ Դա պարտադիր է, կալցի է ինքը պարունակում։ Մի քիչ էլ գունային տարբերության համար այսպես կպատրաստեմ, որպեսզի ափսեն սիրուն լինի։ Հիմա կոկոսի փշրանքը։ Այս թեփուկները մի քիչ մանր էր, ինձ էլ այս ձևն էր պատահել, հատուկ չեմ այդ ձևը գնել, ուղղակի տուփը բացելուց տեսա, որ փշուրները մանր էր։ Հիմա չգիտեմ ինչով է պայմանավորված։ Ավելի գեղեցիկ կլիներ, եթե մի քիչ երկար լինեին փշուրները, հետաքրքիր տեսք կունենար։ Ահա, սիրելիներ, սպիտակ շոկոլադը հալեցրած վիճակում, այսպես այս արդեն պատրաստի շոկոլադների վրա, չրով շոկոլադների վրա, այսպես ձև կտամ, որպեսզի գեղեցիկ լինի։ Կլոր գնդերը շրջանաձև, իսկ օվալն էլ գծերով։ Սիրելիներս, կարծում եմ հավանեցիք։ Այս ամբողջ ընթացքը լարված աշխատել եմ, երևի հաճախ եմ նշել, որ երկար տեսանյութեր չեմ կարողանում նկարել, էդ էր պատճառը, ամեն ինչ արագ էի անում եւ այստեղ վերջին այս շտրիխները անելուց սեղանս հավաքած չի։ Աշխատանքի ընթացքին ներող կլինեք։ Ցանկությունս այն է, որ իմ իմացածը, իմ փորձածը կարողանամ ձեզ փոխանցել, որ դուք էլ վստահեք եւ ինքներդ էլ պատրաստեք։ Երևի կհամաձայնվեք, որ որտեղ էլ փնտրեք, բաղադրատոմսով ձեզ ոչ մեկ չրերով կոնֆետ ոչ կտա, ոչ կառաջարկի, ոչ էլ կվաճառի։ Ինքներդ պատրաստեք, շատ լավ է ստացվում, շատ համեղ է, բոլորը հավանեցին, վիտամիններով շատ հարուստ է, կարծում եմ ոչ մի թանկարժեք կոնֆետ սրան չի փոխարինի։ Պատրաստեցի, վերջացրեցի, սիրելիներս, անչափ շնորհակալ եմ, որ դիտեցիք, ցանկալի կլինի, որ մինչև վերջ դիտեք, անչափ շնորհակալ եմ նաև, որ տեսանյութի ներքևում եք գրում, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ, կհանդիպենք նոր վլոգում։